2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կարգավիճակը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իր ձևով լիիրավ միջազգային պայմանագիր է։ Կարևորն անվանումը չէ, այլ բովանդակությունը։ Փաստաթղթում կա նաև դրույթ Հայաստանի Հանրապետության տարածքի մասին, 9-րդ կետ։ Ուստի այն ուժի մեջ մտնելուց առաջ պիտի վավերացվեր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից, նախապես Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դրական կարծիքը ստանալուց հետո։ Իրավաբանորեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ չգտնվող փաստաթուղթ է։ Վարչապետ Փաշինյանը ստորագրել է մի միջազգային պայմանագիր, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ չի մտել։ Վարչապետ Փաշինյանը ամեն պահի կարող է իր ստորագրությունը հետ կանչել, իսկ Հայաստանի Հանրապետությունը չի կարող, քանզի Հայաստանի Հանրապետության համար այն ուժի մեջ չէ։ Հայերի մեծ մասը չի հասկանում փաստաթղթի բնույթը, կարգավիճակը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի մեջ գտնվող 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա։ Բայց քանի դեռ կողմերը կատարում են փաստաթղթի պարտականությունները, կողմերի համար այն գործում է, բայց այն միջազգային իրավունքից արդեն դուրս է։ Շատերն այս տարբերությունը չեն հասկանում։ Ավելին, Ադրբեջանը եւ Ռուսաստանը չեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մյուս 8 կետերը։ Հետգրություն. 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը 1921 թվականի Լենին-Քեմալ պայմանագրի նման մի փաստաթուղթ է։ Տարբերությունն այն է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կատարում են Լենին-Քեմալ պայմանագիրը։ Վարասյունի միջազգային իրավունքի մասնագետ վերլուծաբան։ Նիդերլանդներ 07-03-2021 թվական։